Ընտրություններից մոտ 1.5 ամիս անց Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։ Փաշինյանը ընդգծել է, որ հայկական ծագման ապրանքների ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Խոսակցության ընթացքում Փաշինյանը անդրադարձել է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների համատեղ այն հայտարարությանը, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ ԵՄ գնալու համար պետք է հանրաքվե անցկացվի Հայաստանում ու ընդգծել, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո։ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանը բաց է գործընկերային եւ բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու համար։ Բաքվում արդեն 5.5 տարի պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակը վատթարացել է։ Նրա փաստաբան Լուսիանա Մինասյանը հրատապ եւ հրապարակային դիմել է Իլհամ Ալիևին։ Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը Հրանուշ Շահբազյանին։ Բավական է լրությունը, բավական է անորոշությունը, գրել է Մինասյանը։ Նա նշել է, որ Լյուդվիգ Մկրտչյանն արդեն ավելի քան 1 ամիս է չի խոսել կնոջ հետ։ Վերջին անգամ նրանք զրուցել են հունիսի 19-ին։ Այդ զանգի ընթացքում Լյուդվիգը պատմել է, որ այնքան թույլ է զգացել իրեն, որ ուշաթափվել է։ Նրան տարել են սրտի հետազոտության, բայց դրանից հետո որևէ ախտորոշում, որևէ բացատրություն չի եղել։ Փաստաբանը նշել է, որ Մկրտչյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է։ Բաքվում տեղի ունեցել հայ բանտարկյալների վերաքննիչ բողոքները քննելու նոր դատական նիստը։ Մեղադրող կողմը նիստի ընթացքում պնդել է, թե հայ ռազմագերիները մեղավոր են։ Դատավարության ընթացքում ցուցմունք են տվել 3 դատախազներ, բազմաթիվ մեղադրանքներ հնչեցնելով Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների եւ մյուս հայերի դեմ։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 28-ին։ Հայաստանը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն ավելի փոքրացնելու է ճիշտ աշխատանքի դեպքում, ուժեղ կառավարության դեպքում փոքրացնելու է այն տարբերությունը տնտեսական, որ ունենք Ադրբեջանի հետ։ Վստահեցրել է ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարը։ Կարապետյանը պնդել է ադրբեջանական տնտեսությունը գտնվելով նավթից ու գազից կրիտիկական կախվածության մեջ եւ բախվելով արդյունահանման անկման ու համաշխարհային շուկայում սպասվող փոփոխություններին, ժամանակի ընթացքում հետ է ընկնելու Հայաստանից։ Կարապետյանը նշել է, որ չնայած տարածված այն թեզին, թե Ադրբեջանը նավթադոլարների շնորհիվ դառնալու է տարածաշրջանի ամենաուժեղ երկիրը, իրական պատկերն այլ է։ Նրա խոսքով վերջին 7 տարվա ընթացքում Ադրբեջանում նավթի արդյունահանումը շուրջ 30%-ով նվազել է։ Ադրբեջանի ընդհանուր արտահանման 90%-ը նավթն ու գազն է։ Բյուջեի կեսը նավթն ու գազն է բերում։ Իսկ գիտեք, թե ինչքան նավթ է արդյունահանում Ադրբեջանը։ Օրական 500,000 բարել։ Բարելը դա տակառն է, նավթը տոննայով չեն հաշվում, տակառով են հաշվում, պատմականորեն։ 500,000 բարել։ Իսկ ինչքան էր Ադրբեջանը արդյունահանում 7 տարի առաջ։ 750,000 բարել։ Այսինքն 30% անկում է ապրել արդյունահանումը Ադրբեջանի նավթի 7 տարվա ընթացքում։ Ինչ է կատարվում աշխարհում նույն ժամանակաշրջանում։ Աշխարհում այսօր սպառվում է 106 միլիոն բարել նավթ օրը։ Բայց 6 տարի հետո ամեն տարի աճում էր սպառումը մինչև վերջերս։ 6 տարի հետո էլեկտրական տրանսպորտի մասսայականացման արդյունքում 108-109 միլիոն բարելից հետո սկսելու է կայունանալ եւ անկում ապրել նավթի արդյունահանումը։ Դա նշանակում է, որ նոր նավթային երկրները սկսելու են գներ գցել։ Դա նշանակում է, որ էժանանալու է նավթի գինը, որից է կախված է ինչ-որ չափով նաեւ գազի գինը։ Իսկ ինչ անելու այդ ժամանակ Ադրբեջանի կառավարությունը, որը ամբողջությամբ կախված է նավթից ու գազից, որը չի ստեղծել նոր արդյունաբերական հիմնարկներ, չի զբաղվում իր արդյունաբերական զարգացմամբ, չի ստեղծել ինկլյուզիվ տնտեսություն։ Կարող եմ ասել, սկսելու է հետ ընկնել մեզանից։ Տեսանյութից ժամեր առաջ էլ Կարապետյանը մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ հնդկական Reliance ընկերությունը $9 միլիարդ է ներդրել արևային էներգետիկայի գլխավոր խնդիրը գիշերային ժամերին էներգիայի բացակայությունը լուծելու նպատակով։ Կարապետյանը նշել էր, որ մարտկոցների արտադրության մեջ տեղի ունեցած վերջին մեծ տեխնոլոգիական հեղափոխության արդյունքում կուտակիչները սկսել են պատրաստվել նատրիումից, աղից, ինչը կարող է ամբողջությամբ փոխել իրավիճակը։ Ըստ Կարապետյանի, հնդկական այս նախագծի շնորհիվ մինչև
եւ հաջորդ տարվա սկիզբը կմեկնարկի արտադրությունը, ինչը հնարավորություն կտա էժան եւ էֆեկտիվ մարտկոցների միջոցով լուծել երկրների էներգետիկ անկախության հարցը։ Արմատ մեդիայում անցած ամիս իրավապահների անցկացրած խուզարկությունը ապօրինի է ճանաչվել։ Վերաքննիչ դատարանը խուզարկությունն ապօրինի է ճանաչել, արձանագրելով, որ խախտված են մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի իրավունքները։ Իրավապահները խուզարկությունից հետո առգրավել էին լրագրողների հեռախոսները եւ կապարակնքել խմբագրության դռները, այդպիսով խոչընդոտելով լրագրողների աշխատանքը։ Թեհրանն ադրբեջանական AS TV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում, հայտնել է Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը։ Իրանը նաև սպառնացել է քրեական հետապնդում իրականացնել նման կազմակերպությունների հետ համագործակցող անձանց նկատմամբ։ Ի պատասխան Բաքուն արգելել է իր տարածքում գործունեություն ծավալել իրանական Սեհեր հեռուստաալիքին եւ Մեհեր լրատվական գործակալությանը։ Հարևան Իրանում Ֆրանսիայի դեսպանին արտաքին գործերի նախարարություն են կանչել ու ասել, թե Ֆրանսիայի կառավարությունը պետք է դադարեցնի իրենց երկրի ներքին գործերին միջամտությունը։ Մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայել Բաղային, ֆրանսիացի երկու դիվանագետների գործունեությունը որակելով բացարձակապես անընդունելի։ Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարը պարզաբանել էր, որ Թեհրանում իրենց դիվանագետների խնդիրն էր մշակել ծրագրեր, որով իրանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ուսանողներն ու արվեստագետները կկարողանային մասնակցել համալսարանական շարժունակության ծրագրերին։ Նա խստորեն դատապարտել է իրանական անվտանգության ծառայությունների կողմից դիվանագետների նկատմամբ կիրառված ծայրահեղ լուրջ ահաբեկման փաստը, նշելով, որ նրանք անարդարացիորեն կալանավորվել եւ հարցաքննվել են մի քանի ժամ։ Ի պատասխան այս միջադեպի անցյալ 3 շաբթի Ֆրանսիայի արտգործնախարարությունն էր կանչվել նաեւ Ֆրանսիայում Իրանի գործերի հավատարմատարը։ Նա հերքել էր ագրեսիայի մեղադրանքները, պնդելով, թե դիվանագետները պարզապես կարճ ժամանակով հարցաքննվել են անվտանգության ծառայությունների կողմից։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շավա Պապուաշվիլին կասկածել է Եվրամիությանն անդամակցելու նպատակահարմարության հարցը։ Նրա մտահոգությունը պայմանավորված է միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերում որոշումների կայացման միաձայնության սկզբունքից դեպի մեծամասնության ձայներին անցնելու քննարկումներով։ Պապուաշվիլիի խոսքով վետոյի չեղարկումը ձեռնտու է խոշոր պետություններին, սակայն աղետալի հետևանքներ կունենա փոքր երկրների համար, քանի որ նրանց կզրկի սեփական ազգային շահերը պաշտպանելու եւ վնասակար որոշումները կասեցնելու գլխավոր լծակից։ Նա շեշտել է, որ եթե պետությունից խլում են այդ հնարավորությունը, Եվրամիությունը կորցնում է իր քաղաքական գերավչությունն ու անդամակցության հիմնարար մոտիվացիան։ Խորհրդարանի ղեկավարի համոզմամբ նման պայմաններում փոքր երկրների համար կարող է ավելի շահավետ լինել դաշինքից դուրս մնալը, որպեսզի պահպանեն անկախ որոշումներ կայացնելու իրենց ինքնիշխան իրավունքը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կաբինետի նախարարներին հայտնել է, որ Միացյալ Նահանգները պնդում է իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայից, Լիբանանից եւ Սիրիայից, հայտնել է իսրայելական 13-րդ ալիքը։ Ըստ լրատվականի Վաշինգտոնը ցանկանում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը զորքերը հանի միանգամից 3 ճակատից, թեև դեռ պարզ չէ խոսքը մասնակի թե ամբողջական դուրսբերման մասին է։ Նեթանյահուն շեշտել է, որ մտադիր է դիմադրել ԱՄՆ վարչակազմի պահանջին, մերժելով այն։ Նա այսօր մեկնելու է ԱՄՆ, հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ եւ մասնակցելու սենատոր Լինցի Գրեմի հուղարկավորությանը։ Ֆրանսիայի ազգային ժողովը օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս մարդկանց ծանր ու անբուժելի հիվանդությունների դեպքում կյանքից հեռանալու համար դիմել բժշկական օգնության։ Նոր օրենքը վերաբերում է այն չափահաս քաղաքացիներին, ովքեր ունեն անբուժելի հիվանդություն եւ տառապում են անտանելի ցավերից։ Օրենքում առանձնացվում է երկու ճանապարհ, կամ հիվանդին տրվում է մահաբեր դեղ, որը նա ինքնուրույն է ընդունում, կամ էլ եթե ֆիզիկապես ի վիճակի չէ, դեղը ներարկում է բուժաշխատողը։ Այս որոշումը դեռ պետք է ստուգվի Սահմանադրական խորհրդի կողմից, մինչ դա օրինագիծը արդեն դարձել է բուռն քննարկումների առարկա։ Օրինագծի կողմնակիցները նշում են, որ ծանր անբուժելի հիվանդությամբ եւ անտանելի տառապանքով հիվանդը պետք է ունենա սեփական կյանքի ավարտի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք, պահպանելով մարդկային արժանապատվությունը։ Հակառակ տեսակետը շեշտում է հնարավոր ռիսկերը, խոցելի հիվանդների վրա ճնշման վտանգը, բժշկի դերի փոփոխությունը եւ այն հարցը, թե արդյոք կյանքի ավարտի խնդրի հիմնական լուծումը պետք է լինի ոչ թե մահվան աջակցությունը, այլ բարձրորակ պալիատիվ օգնության հասանելիությունը։ Por eso he decidido iniciar
un proceso Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտարարել է պետական ծախսերի կրճատման նպատակով աշխարհի տարբեր երկրներում առնվազն 15 դեսպանատուն փակելու մասին։ en una primera etapa. Cerraré las embajadas de Դիվանագիտական առաքելությունները կդադարեցնեն իրենց աշխատանքը, այդ թվում հարևան Ադրբեջանում։ Չնայած ներկայացուցչությունների փակմանը Կոլումբիան կպահպանի դիվանագիտական հարաբերությունները բոլոր պետությունների հետ, բացառությամբ Կուբայի եւ Նիկարագուայի։ Բացի այդ, նոր առաջնորդը չեղարկել է Պաղեստինում դեսպանատուն բացելու ու Ֆրանսիայում եւ Իտալիայում կոլումբիական առաքելությունները միավորելու ծրագրերը։ Իսպանիայում հրդեհը այրելով ավելի քան 50,000 հեկտար տարածք դարձել է երկրի պատմության մեջ ամենախոշորը։ Հայտարարվել է համապետական արտակարգ իրավիճակ, իսկ տարհանվածների եւ ինքնամեկուսացված բնակիչների թիվը գերազանցել է 115,000-ը։ Իշխանությունները ձերբակալել են ենթադրյալ մեղավորին, ով ըստ քննության սահմանափակումների պայմաններում ծանր տեխնիկա է կիրառել։